Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, այսօր ինչպես միշտ շարունակելու ենք պարապել քննական հարցաշարերը, որպեսզի լիարժեք պատրաստ լինեք տեսական քննությանը, բայց մինչ այդ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, մեզ ուղղված բազմաթիվ ջերմ խոսքերի եւ գնահատականի համար։ Ուրախ ենք, որ այդքան հետաքրքրված սպասում եք մեր հաղորդումներին, իսկ հիմա կարծում եմ արդեն պատրաստ եք, որպեսզի սկսենք մեր հերթական դասը։ Ողջույն, Գերարդ։ Ողջույն, Սյուզան։ Ինչպես եք։ Շատ լավ, դու ինչպես ես։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Այսօր նոր թեստ ենք, չէ՞ սկսելու։ Թեստ 17-ը։ Այո, սկսել ենք 17-րդ թեստը նայել միասին։ Սկսենք։ Այո, ես պատրաստ եմ։ Թեստ առաջին։ Հարց առաջին։ Հարց առաջին։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վթարային իրադրություն է համարվում երթևեկության մասնակցի գործողության կամ անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ, երթևեկության մասնակցի կամ կարգավորողի գործողության կամ անգործության հետևանքով առաջացած իրավիճակը, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգը։ Ահա, սա օրենքից։ Սյուզան, ուշադրություն եթե դարձնես, ստեղ ընդամենը առաջի հայացքից երկու նախադասություններն էլ նույնն են, գրեթե նույնն են, բայց երկրորդ պատասխանում ավելացել է մեկ բառ, կարգավորող։ Ստացվում է ինչ, որ ոչ թե միայն երթևեկության մասնակիցների գործողության կամ անգործության հետևանքով կարող է առաջանալ վթարային իրադրություն, այլ նաև կարգավորողի։ Հիմա պատկերացրու իրավիճակ, եթե կարգավորողը սխալ կարգավորումներ իրականացնի, խաչմերուկում սխալ գործողություն է, սխալ կարգավորի խաչմերուկը կամ իր աշխատանքը մատնի անգործության, ելի կառաջանա վթարային իրադրություն։ Հիմա նորից եմ կրկնում, ոչ թե միայն երթևեկության մասնակիցների, այլ նաև կամ կարգավորողի թե գործողության, թե անգործության հետևանքով առաջացած վթարային իրադրություն։ Դա կամարվի վթարային իրադրություն։ Մյուսն ենք նայում։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն օրվա մութ ժամանակ է համարվում աշնանը եւ ձմռանը երեկոյան ժամը 8-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը, գարնանը եւ ամռանը երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան ժամը 6 նկատ ժամանակահատվածը, մթնշաղի վերջի եւ աղջամուղջի սկզբի մինչեւ ընկած ժամանակահատվածը, արգելակների լուսավորության բացակայության ժամանակահատվածը։ Ստեղ պետք է հիշես, որ օրվա մութ ժամանակ համարվում է մթնշաղի վերջ, աղջամուղջի սկիզբ ընկած ժամանակահատվածը։ Դե մթնշաղ գիտես, որ օրինակ առաջ եղել է ժամային գրաֆիկ։ Բայց քանի որ եղանակային պայմաններից ելնելով հնարավոր է այսօր մի փոքր կես ժամ կամ 1 ժամ շուտ մթնի, այդ ժամային գրաֆիկը հեռացրել են, չկա հիմա ժամային գրաֆիկ։ Դու ինքդ պիտի հասկանաս արդեն մութը ընկնելու ժամանակն է, մթնշաղի վերջն է, մինչև առավոտվա այդ լուսադեմ ընկած ժամանակահատվածը, իհարկե անվանում են աղջամուղջի սկիզբ, այդ ժամանակը համարվում է օրվա մութ ժամանակահատված։ Սա ինչի համար է պետք իմանալ, որ մեքենայի մոտակա լույսերը միացնես, միացրած երթևեկես։ Լավ, շնորհած որոշ երկրներում կանոնները այլ են։ Օրինակ Միացյալ Նահանգներում հենց ընդեղի համար արտադրված մեքենաներ կան, որ կապ չունի գիշեր-ցերեկ այդ մեքենան բավական շարժիչը գործի դնես, այդ լույսերը ավտոմատ միանում, անգամ անջատելու տեղ չկա, չես կարողանում անջատել։ Մեզ մոտ դեռ նման կանոն չի գործում, չկա նման կանոն, բայց չի բացառվում ինչ որ մի օր որոշեն, որ մեր վարորդներն էլ գիշեր-ցերեկ մեքենայի մոտակա լույսերը միացնել, միացած երթևեկեն, այլ ոչ թե մթնշաղի վերջ աղջամուղջի սկիզբ։ Լավ, դա անվտանգության նկատառումից ելնելով իհարկե, որտեղ միացրած լույսը աչքի շուտ է առնում, շուտ են նկատում։ Իսկ եթե շուտ ես նկատում այդ տրանսպորտ միջոցին, դա իհարկե այսինքն հստակ ինչ որ ժամից ժամ չկա, այդպիսի բան։ Լավ, ներկա պահին ոչ։ Թե հետագայում ինչ կլինի, ինչ փոփոխություն, դա արդեն հետագայի հարց։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը, չեն աշխատում ավտոբուսի սրահի ներքին լուսավորության սարքերը, երկու դեպքում էլ։ Այո։ Մի փոքր արի մանրամասնենք, ճիշտ է, մենք գիտենք այս հարցի պատասխանը, բայց կառուցվածքով նախատեսված վարորդի նստատեղի դիրքը կարգավորող մեխանիզմը դա պարտադիր է։
Որտե չի անհարմար կլինի, կդժվարանա վարել, շատ ճիշտ ես։ Ինչ վերաբերում է ավտոբուսի սրահի ներքին լուսավորությունը, այդ ներսի լույսերը, ավտոբուսում պարտադիր պետք է աշխատին ու ուղևորները իրար պիտի տեսնեն։ Իսկ ի տարբերություն թեթև մարդատարի սալոնի սրահի լույսերը կարող են չաշխատել։ Դա թույլատրելի է, իսկ ավտոբուսինը ոչ։ Ավտոբուսինը պետք է Շատ ճիշտ պատասխանեցիր այս հարցին, անցնում ենք հաջորդին։ Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ։ Ահա։ Այստեղ նշաններ եմ տեսնում գլխավորի եւ զիջողը։ Ահա, ուրեմն պետք է հետևենք նշաններին։ Այստեղ պիտի հասկանանք ուրեմն գլխավոր անցնողներից կամ ավտոբուսը կամ հեծանվորդը։ Շատ ճիշտ ես։ Այստեղից էլ աչից հարվածը Երկուսի մեջ աչից հարված ստացողը պիտի զիջի։ Հիմա հերթականությունը ոնց կսահմանենք։ Դե աչից հարված հեծանվորդը առաջինը կանցնի։ Ապրես։ Դեղին ավտոբուսը Որից հետո երկրորդը։ գլխավորում, այո, դեղին ավտոբուսն է, վերջում էլ Թեթև մարդատար։ վերջում, շատ ճիշտ։ Ստացվեց, որ առաջինը խաչմերուկը մուտք կգործի եւ կազատի հեծանիվը։ Այս հարցի պատասխանը գիտես ինչով է շատ հեշտ, որ պատասխանների մեջ հեծանիվով ուրիշ չունենք պատասխան։ Եթե դու գտնես, որ առաջինն անցնում է հեծանիվ, էս խաչմերուկը։ Ուրեմն ճիշտ պատասխանը սա է, ուրիշ չկա։ Չես կարող շփոթել մեկ այլ պատասխանի հետ։ Լավ էր։ Այո։ Այս խաչմերուկի հարցերը այնքան տպավորված Շատ լավ դու կողմնորոշվում ես։ Հիշում եմ։ Ահա, մյուսը։ Որ տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք։ Այստեղ պիտի դու հետևես ցուցանակին, որտեղ սև հաստգծերը ցույց են տալիս գլխավորի ուղղությունները, թե ովքեր են մուտք գործում, խաչմերուկ գլխավորից։ Գլխավորից կապույտ ավտոմոբիլի մուտքա գործում։ Այո, իսկ այս մյուս գլխավորից մուտքա գործում մոտոցիկլը թե հեծանիվը։ Հեծանիվը։ Նու ստացվեց, որ երկուսն էլ մուտք են գործում գլխավորից։ Բայց թե որ ուղղությամբ են գնում։ Էական է։ Էական այնքանով, որ տեսնես իրենց ուղղությունները հատվում են, թե ոչ։ Ճանապարհն իրենց խաչվում է, թե ոչ։ Եթե այո, իհարկե աչից հարված։ Ու աչից հարվածի սկզբունքն է լինում։ Ով ունի առաջնահերթ երթևեկելու ավտոմոբիլի վարորդը աչից հարված կունենա, դրանից հետևություն հեծանվորդը կունենա առավելություն, կունենա առաջինը։ Շատ ճիշտ ես։ Առաջնահերթ երթևեկելու ըստ հարցի իրավունք ունի, կունենա առավելություն ու կանցնի առաջինը։ Այո, հեծանվորդը։ Շատ ճիշտ ես։ Մյուսն ենք նայում։ Նշաններից որի ազդման գոտում չեն գործում բնակավայրում երթևեկության կանոնները։ Ահա։ Գույներին հետևում ես։ Գույներին, հա։ Սպիտակ հիմնագույնից։ Այստեղ բնակավայրից դուրս չի ապարանը։ Տես, կարևորը հիմնագույնն է։ Այս ապարանը դա օրինակ է։ Կարա լինի Գեղանիստ, Երևան, Իջևան, Չէ, ուրեմն կապույտ պետք է լինի։ Կապույտը բնակավայրից դուրսն է։ Սպիտակը բնակավայր։ Հիմա հարցը նշաններից որի ազդման գոտում չեն գործում բնակավայրերով երթևեկության կանոնները։ B Չէ, G G չեն գործում բնակավայրերով բնակավայրում խառնեցի։ Դե ան եւ B-ն բնակավայր։ Ճիշտ է պատկերացրու այս բնակավայրը անուն չունի, շենքեր է, շինություններ է նկարված, բայց իր հիմնագույնը սպիտակ է, չէ՞։ Հա, դա էլ համարվում է էլի բնակավայր։ Ան եւ B-ն բնակավայրը, բնակավայրից դուրս է G-ում։ Ճիշտ է։ Թեթև մարդատարի վարորդին որ ուղղությամբ է թույլատրվում երթևեկել այս իրավիճակում։ Ահա, փորձիր ինքնուրույն։ Թեթև մարդատարին ցանկացած։ Ճիշտ ես, բայց արի բացատրենք։ Այստեղ ես հիշում եմ ըստ նշանի ուղիղ ցույց տալիս ճանապարհը նշանը ներքևում են բեռնատար, այսինքն բեռնատարին առաջարկում է որ գնա ուղիղ։ Ոչ թե առաջարկում, այլ նշանը վերաբերում է բեռնատարներին, մյուսներին չի վերաբերվում։ Բեռնատարներին միայն ուղիղ։ Բեռնատարներին միայն ուղիղ, բայց օրինակ թեթև մարդատարի իրավունք ունի գնալ ուղիղ։ Այո, որտեվ թեթև մարդատարին, դե շեշտենք թեթև մարդատարին, ստեղ վերաբերվող նշան գոյություն չունի։ Հա, եթե օրինակ թեթև մարդատարիների վրա խաչ, այտենց չի լինի։ Ահա, ենթադրենք, լավ, բայց արի հիմա ստեղ նայենք, ինչ է կատարվում։ Դրված է ուղիղ, բայց վերաբերում այդ նշանը բեռնատարներին։ Թեթև մարդատարի ցանկացած։ Այո, եթե նշան չկա թեթև մարդատարին վերաբերվող,
թեթև մարդատարը ցանկացած ուղղությամբ եւ թվեկելու իրավունք կունենա։ Այնպես որ ստեղ նշում ենք ցանկացած։ Ճիշտ պատասխանեցի, ես ուղղակի ուզեցա բացատրություն նրա համար, որ մեզ դիտողները, մեզ հետևողները իրանց մոտ հարցեր չառաջանան։ Իդեպ իրենց մոտ հարցերս վերջերս չեն էլ առաջանում, ինձ թվում է դա գալիս է նրանից, որ շատ մատչելի եք բացատրում ու բոլորի համար, այդ թվում նաև իմ համար շատ պարզ է, մատչելի է ամեն ինչ։ Եթե հարցեր կառաջանան, համոզված եմ կդիմեն, չէ՞, մեզ հետևողները։ Շատ լավ։ Բեռնաթափել ավտոմոբիլը այս ճանապարհային նշանի ազնվանքորդում թույլատրվում է, եթե մինչև 5 րոպե կտևի, թույլատրվում է անկախ տևողությունից արգելվում է։ Թույլատրվում է, եթե մինչև 5 րոպե կտևի, թե։ Չէ, նախ արի հասկանանք ինչ նշան է սա։ Սա կայանելն արգելող նշան է, որը թույլ է տալիս բոլորին կատարել կանգառ, մինչև 5 րոպե, ոչ ավել։ Բայց եթե տվյալ պահին անձեն աչքով նկատելի բեռնման բեռնաթափման աշխատանքներ են իրականացվում, պատկերացրու ինչ որ մեկը շինարական աշխատանքներ է իրականացնում, մեքենան կանգնացրել է, ինչ որ մի բան բեռնում է կամ բեռնաթափում է։ Ուրեմն անկախ տևողությունից նա երկար ժամանակով կայանելու իրավունք կունենա։ Հա, հասկացա։ Մի փոքրիկ այստեղ այդ հարցի հետ կապ չունի, որպես համհուշում կամ վերհիշելու համար ենք սա ասում, կայանելն արգելող նշանի դեպքում իրավունք ունեն երկար ժամանակով կայանելու հաշմանդամները, ճանաչման նշանը հիշում ես, որ այդ մեքենայի վարորդը հաշմանդամ է, միացված հաշվիչով տաքսիները, որոնք սպասման մեջ են իրանցից գումարա գնում, եւ վերջապես բեռնման բեռնաթափման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցները։ Այդ թվարկվածները իրավունք կունենան կայանելու։ Իսկ մնացած բոլորը ընդամենը 5 րոպե ոչ ավել կատարելու կանգառ, ոչ կայանում։ Անկախ տևողությունից։ Առանձնահերթ ինչ պետք է ձեռնարկի վարորդը հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի լապտերների լույսից շլանալու դեպքում։ Լապտերների հեռահար լույսը միացված լինելու դեպքում փոխարկի մոտակայի, միացնի վթարային լուսային ազդանշանը, տա ձայնային ազդանշան 1 երկար եւ 3 կարճ, տա ձայնային ազդանշան 1 կարճ եւ 3 երկար։ Ինչ հասկացանք հարցից։ Ինչ պետք է անել։ Լապտերների լույսից շլանալը դա կուրանալն է։ Հա, հանդիպակաց տրանսպորտային միջոցի լույսը եթե ազդի տեսողության վրա։ Հիմա եթե ես չեմ տեսնում, դիմացին ինչ շլացրել է, ոչինչ չեմ տեսնում։ Չտեսնելով շարունակել երթևեկությունը թե առաջ թե հետ չի թույլատրում։ Դա շատ վտանգավոր է։ Չի կարող միացնի վթարային լուսային ազդանշան։ Հենց լրիվ հակառակը պետքա միացնի վթարայինը, որպեսզի հարևան վարորդներին զգուշացնի, որ ինչ որ խնդիր կա, չգան իր հետ բախվեն, եթե կարիքը կա, ավելի լավ է կանգ առնել, ինչև ազատվել դիմացից ընթացող մեքենայից։ Լավ վթարայինը միացնում ես, եթե կարիքը կա, կանգնում ես, որտեղ նորից եմ կրկնում, չտեսնելով շարունակել երթևեկությունը կլինի սխալ։ Հիմա պատկերացրու լավ իրավիճակ դիմացին ինձ կուրացրել է, շլացել եմ, ոչինչ չեմ տեսնում, ինչ անեմ, աչքերս փակեմ, մինչև ես իրանից ազատվեմ։ Այդպես ուղիղ շարունակելը սխալ է, որտեղ դիմացը կարա լինի կանգնած մեքենա, հնարավոր ճանապարհը շեղվում է, դու ուղիղ շարունակես։ Կանգնել ու վթարային լուսային ազդանշան միացնել։ Այո, եթե կարիքը կա, կանգնել, վթարային լույսերը միացնել։ Ճիշտ պատասխանը սա է։ Ու այսօրվա վերջին հարցին, չէ՞։ Ահա։ Սրանք ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն բնակավայրերում վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար երկու դեպքում էլ։ Ինչ ես կարծում։ Երկու դեպքում էլ։ Իսկ որն է ձայնային ազդանշանը։ Սիգնալը։ Ճիշտ է։ Սիգնալը, ձայնային ազդանշան։ Հիշիր մի բան, ձայնային ազդանշան տալիս ենք ընդամենը մեկ դեպքում։ Դա ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու դեպքն է, վթարը կանխելու դեպքը։ Մեր քաղաքում շատ են ազդանշան տալիս, դու գիտես երևի դրա մասին, իրար բարևում են, հնարավոր է, չգիտեմ, ուղղակի ինչ որ բան իմաց են տալիս եւ այլն։ Դա անթույլատրելի է։ Լավ, կամ բակում կանգնած ձայնային ազդանշանով ընկերոջը 10-րդ հարկից կանչում է, հա։ Ու հնարավորինս բարձր ազդանշան, որ 10-րդ հարկի ընկերը իրեն լսի։ Դա չի թույլատրվում, տալիս ենք ձայնային ազդանշան մեկ դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու դեպքը։
Իսկ օրենքով էլ գիտենք, եթե ձայնային ազդանշանը չի աշխատում, շահագործումը արգելվում է, որտեղ եթե չաշխատի, վթարը չես կարող կանխել այդ ազդանշանի օգնությամբ։ Երթևեկությունը կարգի։ Ահա, այս դեպքում։ Սուսան ջան, այսօր այսքանը։ Շնորհակալ եմ շատ դասի համար, բավականին ինֆորմատիվ, օգտակար, բացատրեցիք ամեն ինչ, շատ հասկանալի է։ Շնորհակալ եմ շատ, կհանդիպենք արդեն մյուս դասին։ Շատ լավ։ Դե ինչ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։ Չմոռանաք հետևել մեզ մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։